ուրեմն ցեղասպանություն բառը չասեց, դու կայֆեց ես համար ցեղասպանված լինել, կներեք բառի համար, չի ասել, Թրամփ աշխարհն իրար է խառնել, հիմա ձեր հարցն է, բայց այդ հարցերի մեջ ինչ է ասում։ Ասում է, որ մենք պարտավոր ենք Ամերիկան, Եվ են Թրամփը, որից Սի Ցզինպինն ու Պուտինը գժվել են, խելագարվել են, օրինակ Կռեմլը չգիտի իրենց հետ ինչ է լինելու։ Եվ այսպես ասում է, որ մենք պարտավոր ենք ռազմավարական գործընկերությունը շարունակենք, ահա ձեզ ինչն է կարևոր Հայաստանը հզորացումը, թե ցեղասպանված լինել հերթական մի նահանգում, մի քաղաքում ցեղասպանության զոհերի հիշատակի Իմ ասածի մեջ այդպիսի բան կա, տարավ Նիկոլի բանը, ինչպես ենք մոռացության տալիս։ Հիմա գալիս է երկրորդ մասը, ես մենք հասկացանք հարցի դրվածքը, չէ, ուրեմն ուրիշի ձեռքին խաղալիք չենք լինի։ Ես եթե պարզեցինք, ինչպես որ հոլոկոստով չեն լինում։ Ինչն է, ուրեմն պիտի նայենք, որ ոլորտներում ինչ չափով ինչպես պիտի առաջ գնանք, որովհետև սկզբից ասեցի մեր վիշտն է, որպես ես փալասները չասեն, կտրեց ես ինչ արեց, որտեղ ուղեղները նաև չի աշխատում։ Մարդը գիտեք ինչ կա, ես մազոխիզմ առանձնահատկություն ունի, իր մարմինը անընդհատ մարմինը ցավացնելը մարդու մի տեսակ կա կայֆ է իր համար, ինքը չի կարող առանց դրան ապրել։ Հիմա մենք մազոխիստ չենք։ Հիմա հարցը նայում ենք ինչպես է, ինչ պիտի անել այս վիճակում, երբ որ աշխարհում Սոդոմ Գոմոր է, ու մենք չենք այս վիճակում։ Նայեցեք, Ադրբեջանը հոխորտում արևելքից։ Այդ կարծում եմ Ալիևի հարցով կասկած չունեք, որ ասեց կանի։ Այդ այն բաները չեն, այն փալասները, ուրեմն արձանագրեն 30 տարի գրեցին, կրակել են, ունենք զոհ, կորուստ էին ասում բառնել։ Քրեական գործ է հարուցվել։ Իսկ ինչ եղավ, ուրեմն ասեց եւ Պուտինի հետ լեզու կտավ հարցերը ուզեց։ Հետևաբար մենք Թուրքիայի հետ հարց ունենք։ Պիտի հարաբերություններն ինչպես կանոնավորենք։ Այստեղ երկու տարբերակ կա։ Իհարկե, որ այս յուղ տնեմ ռսա ստրուգներին, Ռուսաստանը միշտ կմնա անվտանգ, վարդանիկ։ Բայց Ռուսաստան ինքը կործանվում է եւ 3-4 անգամ զորքը գիշեր վերցրել գնացել է։ Հիմա ենթադրենք իմ ասած տարբերակը երկրորդն է։ Զորքը վերցրեց Ալեկպոլից գնաց, ինչ ես անելու։ Հա? Ինչ ես անելու։ Ուրեմն ինչ է ստացվում։ Ուրեմն պիտի այսօրվանից ճակատագիրը քո ձեռքը վերցնես։ Էլ չեմ ասում, որ Պերմիագովի ինչ արեց, այ անտասիվ վարդանիկ։ Որ ռուսական գաղտնի ծառայության գեներալի բերում նստեցնում, նիստես անցկացնում։ Դու պատասխան ես տալու մի օր Հայաստանի իշխանություններին կամ ժողովրդին դրա համար։ Հիմա գալիս է այս հարցին չանել, ուրեմն կարծում եմ աշխատանքի բաժանում պետք է լինի։ Մենք որպես մի ժողովուրդ ենթադրենք ունենք մենք համաշխարհային մի կառավարման մի քանի հոգի, ինչպես սիոնիստներն են։ Իսրայել եւ այլն, բայց ինչ են աշխատանքի բաժանում է պետք։ Ցեղասպանության ճանաչման հարցը պիտի շարունակել Սփյուռքի ջանքերով, Սփյուռքի բոլոր հնարավորություններով։ Հայաստանի Հանրապետությունը պիտի օգնի ոչ պաշտոնապես բոլոր մակարդակներում։ Մնացած հարցում ոչ պիտի ես ոչ են, ինքը պետք է շարունակի պետության կայացման հարցը, երիտասարդության կրթության, ֆիզիկական զարգացումն է պետք, չէ՞, այդ բանակ գնացողը։ Եվ այսպես մնացածը եւ խոշոր պետությունների հետ հարաբերությունների անընդհատ սերտացում եւ վերամների գոլոշին կներեք ջոկելը, ով է մոտենում այն հարցին, որ գործադիր իշխանության մակարդակով պիտի որոշում կայացնի, որովհետեւ Թուրքիան այն երկիրն է, որի վերաբերյալ որոշումներ լինելու են հաստատ, բայց դա Ռուսաստանը չի լինելու։ Բայց Ռուսաստանը ամենաշատ է գոռալու։ Եթե Ռուսաստանը չգոռար չավատային, անգլիացիներից մենք տայլ ենք ստացել։ Բայց քանի որ Ռուսաստանը ողերին թշնամի է անգլիացիներին, Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը տասնյակ հատերներով Անգլիայի դեմ գրած ունի։ Այն Անգլիայի, որ առաջին հանրապետությանը տվեց զենք, հանդերձանք, Կարս, Նախիջևան եւ այլն, բայց հատորներով գիրք է գրած Անգլիայի դեմ, որտեղ Ռուսաստանի գլխավոր թշնամին Անգլիան է։ Ռուսաստանի թշնամին մեր թշնամին է, հա, հարց եմ տալիս։ Թե նրա պատերազմը մեր պատերազմն է,
Բայց ինչի ինքը մի հատ տեր չեղավ այս հարցերին, մի հատ էլ խառնում, ինչ կան օրապակա սայկա մոբիլիզացրել Հայաստանի ջանն է կապել։ Եվ այլ, ուզում եմ ասել, մենք պիտի դրանք հասկանանք եւ շարժվենք առաջ, աշխատանքի բաժանումով, հրապարակելով բան, ինձ թվում է, որ ճանաչումները կարծես թե իրենց բանին լրումին հասել են։ Հիմա հաջորդ փուլն է սկսվում։ Քրեականացման հարցը պիտի տեղափոխվի։ Ֆրանսիայի բարական այդտեղ առաջ է, Ամերիկա առաջ է, քրեականացում, վստահ եղեք, քրեականացում վերելու է փոխհատուցման։ Հիմա մենք ինչ անենք։ Խելքով աշխատենք, թե ռուսների գործիք մնալով էլ չմնանք այս աշխարհում։ Ռուսների բարակայի հարցն է գալիս, ես գիտեմ, որ հիմա 100,000 հայեր հիմա ինֆարկտ են ստանում, ես ինչ խոսում, պապային բան ասեցի, մամային, կտնտու, հասկանում եք։ Հիմա հարցը ինչպես է, բան չեմ ասում իրենց հետ։ Այդ բարակայում այն Ռուսաստանը, որը ձեզ գցել է տարիներով արյան հաշվին Թուրքիայի հետ հարաբերությունն է կարգավորել, Ադրբեջանը ստեղծել ձեր դեմ, Ադրբեջանը մեր դեմ է ստեղծել։ Եվ Ադրբեջանին Արցախը վերադարձեց, որ ավելի ուժեղ լինենք, մենք ավելի թույլ լինենք։ Մեր արմատներն է թուլացնում։ Եվ այս պայմաններում ռուսները ձեզ ի վերջո կընդունեն Կռեմլում այնպես, ինչպես գոնե վրացիներին են ընդունում։ Չեն սիրում, բայց հարգում են։ Ձեզ ոչ հարգում են, ոչ էլ մարդու դեղ են դնում ու օգտագործում են, որովհետև այդպես է վարվել։ Այդ վարվելու տակն էլ էս կա, ջանք չկա հասկանալ պրոբլեմը, աղմուկով ոչի։ Հիմա ես իմ հարցազրույցը տվեցի, ինչ ուզեք ասեք, ինչ պետք է ասեք, բան չունեք ասելու։ Ես էլ ասում եմ, մի ծառայեք, ձեր պետական շահը ճանաչեք։ Կա աշխարհում որևէ երկիր, այն էլ մեր կարգի, որը գոյաբանական հարց է լուծում պետության հարցով, որը իր սեփական շահերը ավելի է ստորատասում ինչ-որ մեկին։ Մի քիչ լեհացի եղեք, էլի, ոնց ասեմ, մի քիչ էլ վրացի եղեք, չնայած վրացի, տեսնում եք ոնց են խաղում, ասում են Ռուսաստանը Վրաստանի հարցով հաջողել, չէ, չի հաջողել, վրացիք ստացան արևմուտքից այն ինչ պետք էր և արևմուտքներ քաշում են այնտեղ, Ռուսաստանից էլ կստանան այն, ինչ որ իրենք ուզում են, իսկ դուք այսպես մնացեք ռուսի ասածով երկու աթոռի հանգած չնստեք, մնացեք մի աթոռի, այդ մի աթոռը կամ թուրքական է, կամ ռուսական է, ցցի վրա մնացեք ու վերջացեք գնացեք, մենք բազմավեկտոր քաղաքականություն դիվարենք, բալանսի հաշվարկի քաղաքականություն և քանի աթոռի վրա ուզենք, այդքան պիտի նստենք, ուզում են ներսից պայթեն, ուզում են դրսից, համենայնիվ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, որ իրականում մեր ժողովրդի շահերն արտացոլում և հանդես է գալիս մեր պատմությունից, մեր մշակույթից և նրանցից, ովքեր արժեքներով մեր հետ համախորհուրդ են, պետություններ և այլն, գնալու ենք այդ ճանապարհով։